Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Մի քանի թեմաների մասին, միանգամից ուզում եմ հպանցիկ եմ, որ ասում եկալ, տեսա հաղթեցի։ Այդ վիճակով ուզում եմ արտահայտել։ Նախ, գլխած ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում, Ֆրանսիայի դեսպանատանը, որ ինչքան ժամկետն անց հակասանիտարական սնունդ գնացեք թելա Սուրմալուի պատերի տակ, են լուսացխի կոմեր, մալացա և ալն, դրանից բեր է սարկելա բանկետի սեղան, կաչելա Հայաստանի իշխանավորին ասելա, լապեք, թունավորվեք, գնացեք ծռեք։ Սրանք էլ լապել են, թունավորվել են, գնացեք ծռել են։ Ես ընդամենը կասեմ մի բան, այդ ամեն կուլտուրական դեսպանին։ Merci beaucoup։ Ինչքան կարա, այդպես միջոցառումը թող կազմակերպի շուշուտ։ Բերի կերցնի, դրգի զուգարան կամ ինֆեկցիոն հիվանդանոց։ Եվս մեկ անգամ, merci beaucoup։ Այսինքն մեկ։ Երկրորդը, այն որ ես անընդհատ ասում եմ, որ այս իշխանությունը սիստեմատիկաբար գողանում է Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագիրը, գողացել է եւ շարունակում է գողանալ, ասում էին не может быть, խնդրեմ։ Հիմա լերելա ինգեզ ուսուցչուհին Սուրեն Պապիկյան, այն հոգեկան հիվանդետ հայտարարել են, որ ովքեր ունեն վարորդական իրավունք, բայց չեն ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, այսինքն չեն գացել բանակ, վարորդական իրավունքները պիտի լինի քեսել եւ այլևս իրավունք չունեն ունենալու վարորդական իրավունք։ Ադիք որտեղից են վերցրել? Քրիսիկ, այո, Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագիր։ Ես էի ասել, եթե դու չես կարող ավտոմատ բռնել, եթե դու ազատված ես, դու մեքենա ո՞նց ես քշում։ Հիմա նոր էդ էլ վեկալան Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագրից, Մարզպետարանի լուսավորն էլ վեկալան Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագրից, այ մարդ, այս Վարդան Ղուկասյանը, այս ինչ լավ մարդ է, ես գրեմ, ուժները վայել են։ Ինչևից է, լավ օրենք հա, բան չունեմ ասելու, դաժե ամուսնացածների հետևից է պետք է ասվի, բայց հետի կան ասեն Վարդան Ղուկասյանը։ Այո, եթե դու չես կարող բանակում ծառայել, դու մեքենա ո՞նց ես քշում։ Բոլորին պետք է զրկել, ովքեր որ Դաժե եթե 35 տարեկան են, բայց ունեն վարորդական իրավունք եւ չեն ծառայել, բանակում պետք է զրկել։ Էդի լավ օրենք է, գոնե լավավոր ֆայմել են, դոկուսակցությունից վերցրել են, ուզում են կիրառել, ուզում են ասեն պասմատրիցը, մի тоже ասետրինա։ Ադիք երկուս։ Երրորդը։ Ես շնորհակալությունը ուզում եմ հայտնել մեր Վրաստանի իշխանություններին։ Այդպես գեղեցիկ կերպով թող շարունակեն ծծցնել բոլոր այն հայ գործարարներին, որոնք որ ուզում են Վրաստանի տարածքով ապօրինաբար ապրանքներ արտահանել Եվրոպայ։ Այդ է սոկայնեսեն ասեն կոնյակը ֆալշ է, էսի գենե։ Այդպես Վրաստիներ ջան, I love you։ Շարունակեք սիստեմատիկաբար խոչընդոտել հայ բիզնեսմենների ապրանքների արտահանումը դեպի Եվրոպա։ Դոկուսակցությունը ձեր կողքին է, սատարում է Վրաստանի իշխանությունների ցանկացած նման գործողությունների։ Մանավեць գնացվել է։ Բայց հիմա ասեմ ամենակարևորներից մեկին, չորրորդին։ Իհարկե դա չի վերաբերում Հայաստանի Հանրապետության պետականությանը, բայց քանի որ վերաբերում է պետական, այսպես ասած քաղաքական գործիչներից մեկին, ես այդիկ որ պահեի իմ մեջս դանդաղ կքայքայվեի։ Բանից պարզվում է, որ այդ ամեր սիրուշն հերթական անգամ ծննդաբերեր է։ Ես չգիտեմ էսի 4-րդն է, թե 3-րդն է, բայց ծննդաբերեր է։ Ու ամենահետաքրքիրն է, որ նորից ծննդաբերեր է Ամերիկայ, կամ դա ուրիշ երկիր, ոնց հասկացա նորից Ամերիկա է։ Բա օր ու գիշեր, օր ու ցերեկ խիար մուսկուլի մարդը, ու այդ կիսա չոլախը, հələ ասում էին Հայաստան հայրենիք ընտրությունների ժամանակ, հիշում եք, Հայաստան էին քարոզում, բա Հայաստանում դագաղը դնեմ քեզ, դու ես էլ արդեն քո յոյորդ երեխին, չես ուզում Հայաստանը ծնվի, էդ մեզ օտար ամայի ափերը մեզ բերում երեխուց, Հայաստանը լավ երկիր չի, քխ, բայց այդ քխալով հելել էիք մտել էիք քարոզարշավի մասնակցում էիք, հելան ոչ խարի նման էլ գնացիք Ռոբերտ Քոչարյանի կուսակցությանը ձեթևից այն դեպքում, որ ինքը թորանը չի խմշում Հայաստանում ծնվի, էտա իա կնգա մուսկուլնի, կնգա gold pussy, չպիտի հայ բժիշկները տենան, այնտեղ բրիլյանտն իա, սիրուշի արգանդնիքը, սերական շղթերով բանով, սաղ բրիլյանտնիքա, որ տենան հայ բժիշկները կխնաղարեն, դրա համար ինքը գնան ծննդաբերումը օտար ամայի ափերում, ստեղի բժիշկները արդեն սովորեն, սիրուշի փուսին տենան, փուսի անգլերենից թարգմանաբար նշանակում է դլոյ,
ու սրա փուսիտոն մարտնել, այսինքն դլոյապաշտ, հերթական անգամ եկել է ասել է օտարամայի ճամփեկը, նկարեմ սցենար են գրել, նկարեք սրեն Instagram, ինձ պիտի ընթանա, այսինքն ոնց ուտան ժողովրդին ծննդաբերության process-ը։ Ես այդ սցենարիստին ծծցնեմ, որը անգամ չունի հասարակ բժշկական կրթություն։ Հարգարժան տիկնայք, ովքեր որ երեխաներ են բերել, սերունդ են տվել։ Հələ մե խախտատեք դրա Instagram, ու այդ վիդեո խնդրեմ եմ նայեք։ Այդ չեմ ասեմ դոկտորնի, գինեկոլոգնի, մանկաբարձնի, ես ոչ գինեկոլոգ մանկաբարձ եմ, ոչ ակուշեր, բայց ես նման բան չեմ տեսել, չեմ էլ պատկերացնեմ, որ պտուղը ծնված երեխային առնաճապախ, առնաթաթախ, որ դլոյի մեջից որ դուրս է եկել, բերեն շղկցնել մոր գիրկը, արուններեցին այդ հակահիգենիկ, հակասանիտարական երևույթը եւ մոր գիրկը նոր սկսեն երեխուներից աունը մաքնել։ Ես չգիտեմ դա որ հիվանդանոցում ծննդաբեր է, բայց որ ճակերտավոր ծննդաբեր է։ Բայց ես որ իմանամ որ հիվանդանոցը ես ինքս պատրաստ եմ դիմում բողոք գրել այդ երկրի առողջապահության նախարարություն, որ այդ հիվանդանոցում ծաղկում է հակասանիտարական վիճակը։ Անաչափահ, առնաթաթախ եթմին բերեմ տալում են առանց մաքրելու մոր ձեռն, ասում են մնում են անվեգան, մնում են ընկերքն ու պորտալարն էլ ցույց տային։ Բնականաբար սիրուշն ծրծելա չի ծրծել ճակերտավոր սուրակատ մեր հերթական անգամ բերելա կողիսենյակը ընդից առնաճապախ առնաթաթախ բերտապում են մոր ձեռն ասում են իշկացեք ժողովուրդ էտա սիրուշն եթին բերելա բայց հիմա որ սիրուշի փորը բացես Արթուր Աբրահամ ընդ չգիտեմ ել ով կա Ժակ-Կլոդ Վան Դամ ընդ էտենց մուսկուլնի չգիտեմ Աստված սաղին ասեմ մորացա իշքան բաքսոր որ կա Բրուս Լի օղորմազիգիլ վեկալես Բրուս Լիի փորի պրեսը սիրուշի դնես իարկող չես հասկնա Բրուս Լինա սիս ովեկնա երեխա բերես իշքան էլ ոչ ընկեր լովիկ կինո նկարես movie նկարես դոկումենտալ նկարես ոչ չգիտեմ general history նկարես տղաջան կա ֆիզիոլոգիական առանձնահատկություն, որը բոլորի մոտ նույնն է։ Ծննդկանը չի կարա ունենա այտենց պրես, ոնց որ ունի քո կնիկ։ Ասում են Բրուս Լի, ու քո կնգան դնեն իրար գող չկսեն, դեմքները փակեն, հերոսայցուղը չի հասկնա, որն է Բրուս Լի, որն է Արթուր Աբրահամին։ Չէ, դա կասենք մեռալներին։ Արթուր Աբրահամին բերենք դրենք, ասենք Արթուր Աբրահամը, էսի սիրուշը։ Գյոգեք ստեղից որն է ծննդկանի փորձախ Արթուր Աբրահամի փորը ցույց կտան մազերը թրաշած վիճակում։ Էլի փորը մաքրած։ Բայց էսի երեխա բերե։ Արթուր Աբրահամ։ Բայց բանը դեմքը փակա, էլի, որն դեպք չճանաչեն։ Էս ինչ թատրոն եք խաղը։ Էս ես քո սցենարիստին ծծցնեմ։ Տղաջան, պատուղը ծնարանը մաքրեմ կարգեն բերեմ։ Փաթը մենազալի մեջ, կուլտուրականնի բերեն տալեմ են ծննդկանի ձեռն ասում են ան ծիծդ խոտա բերան թո երեխեն ծիծ ուտա այս դեպքում անաչափահ բերեմ տալեմ են երեխուն ձեռը նոր մոր գիրկը հələ սրա սցենարիստի ճգիտությունը դու նայեք ես քո գեղարվեստական ռեժիսորին ծծցնեմ երեխեն գիրկը տալեմ են նոր սկսում են արուն ինքը արգանդի միջի արուն ինքը երեսից մաքրել посмотрите Родила царевна ночь, то ли сына, то ли дочь. Կասեն Ալեքսանդր Սերգեյիչ, բերին ձերին ձերը, ես թքեմ քո նամուսին, ես թքեմ ձեր սցենարիստի հեղինայից կինո նկարողի կիտու բենին, Հայաստանի մասին էիք բանանը, Արցախ էր ասեմ, իմ սիրելի Արցախ ընտրությունից առաջ, որ մեր երեխեքս Արցախում ցրտ է, ագարկա, ոչ մեկ, դաժե Հայաստանը, մարդն ասում է, ես չեմ ուզեմ, որ իմ կնգա դլոն, Հայաստանը տենան, Այս ժամանակ, ասի մարդուն խաբար է խիքո կնգա դլոն ադամանտից ալ, թե սերական շրթերի հետևում կա նաև սերական ատամներ, որ կարող է գինեկոլոգնի տենան ու ույտը գնավորել։ Խի Հայաստանի գինեկոլոգնիկին դու խղճում ես, այս Ամերիկայի գինեկոլոգնիկին դու չես խղճը, որ ատամներով դլոտ ենան լեղապատարալն են, էդ է կոզածը, աշխարու, կտրեն, հայգերի ժողովուրդ, ես ուզում եմ, որ մի մարդու նման դուք հասկանաք, որ ումը որ դուք գնացիք ձեն տվեցիք, էլ չգիտեմ ընդ է տաշիշ, ես տաշեմ դրան, էլ չգիտեմ սիրուշ, որ դարան առաջին լեդի, ենել ոտերս կերավ, ատենց էլ մնաց չկայացած լեդի, էլ չգիտեմ Նիկոլագան, դուք ձեզից գոհ եք, հա, դուք ձեր ընտրած պարլամենտից գոհ եք, ողբամզը քեզ հայ ժողովուրդ, քանզի ծննդկան տելա կեղծ,
Բագալովնիկը նայեմ եմ ասում եմ լավ սաղ չի նամանշը այս Սուզան Մարկարյանն էլ լաքի չէ կարմիր սաղինք մը գարունի այդ երկի տեղը միա դներ կարմիր դլո մը գարունի դլո ամնամուս ժողովուրդ Esum եք դրե այ մարդ այդքան կնիկ երեխայա դրե հենց ասեք տես բանկո որ երեխուն բերեն տան մորձերը նոր սկսեն արունքը վրից պատու մաքրել այդ հիվանդանոցին պետք է զրկել լիցենզիայից իմանա որ հիվանդանոցն է ասից գրելու են լիցենզիայից զրկել այդպես երեխա ծնունդ ընդունելու համար բոլորն է գիտեն ընկել լովիկ որ քո կնիկը չի ծննում քո կնիկը ծնացնել է տալը որը կոչվում է սուրոգատ մայր հələ հարցը սպերնել քոննա թե հարևանի մարդիննա այս է ուզում ասել ամենայն հարգանքով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան